Բարի լույս եւ բարի առավոտ բոլորին։ Հարգելիներս, կոֆե եմ պատրաստել, կոֆե խմենք։ Առավոտվա դեռ ժամը 7-ը չկա, արթնացել ենք, որ թութ քաղենք, ժողովուրդ էլ այդքան թութ էլ չկա, արդեն որոշել ենք օրը մեջ թութ քաղենք, երեք շատ քաղեցինք, այսօր այդքան թութ չկա, ընդամենը մի 4 կիլոգրամ թութ են քաղել։ Հիմա մի հատ կոֆե խմենք ու շատ գործեր ունեմ։ Այսօր ուզում եմ ծիրանի ջիր պատրաստեմ, բնական ծիրանի կամպոտ անեմ, ժողովուրդ ջան։ Մի քիչ կանաչի ունեմ, որ պետքա քաղեմ, չորացնեմ, այսպիսի խառը գործեր։ Հիմա գնանք բակ, այս կոֆեն խմենք, հետո մտածեմ, որտից սկսեմ։ Սեր կոֆե։ Փիփերթը ծաղկել է։ Երկու աման փիփերթ էր։ Այս մի ամանը մի քիչ խեղճացել է, չգիտեմ ինչի լավ չի աճում։ Ժողովուրդ, ուրեմն կոֆեն խմել ենք, վերջացրել եմ։ Մի քիչ ծիրան ենք քաղել, շուկայի ծիրան ենք քաղել։ Ինչ եմ արել։ Հետո համեմն եմ հնձել, ամբողջությամբ հնձել եմ, նայեք, մաքրել եմ, լվացել եմ մի քանի ջուր, քամել եմ, տեսեք լավ քամվել է, այս էլ հիմա պետք է կտրտեմ, որ դնեմ սառցարանում։ Էդի կտե ժողովուրդ, ուրեմն այստեղ էլ հələ տեսեք ինչ եմ քաղել, հարգելի հետևորդներ ջան։ Ուրեմն դանդուր եմ քաղել, ասեցի չէ, որ մարգերի մեջ դանդուր ունեմ, շատ փոքր է։ Նորից ջրել եմ, որ ավելի մեծանա կա ժողովուրդ, բայց շատ մանր է։ Այսքանը կարողացա հավաքեմ, էս էլ հենց դրսում կանաչի հետ միասին մաքրել եմ, լավ լվացել եմ, քանի ջուր բերել եմ, այսի կպատրաստեմ աղցան, քացախով, սխտորով, հետո կթողեմ կմեծանա, արդեն թթու կդնեմ։ Այս էլ եմ քաղել։ Ուրեմն որ ծիրանը քաղել ենք ժողովուրդ ջան, դե ոնց էլ քաղում ենք, էլի տեսեք ավելանում է։ Այստեղ անվորակ ծիրաններ կա, սրանք այս պին ծիրանները ժողովուրդ, հիմա ուզում եմ մի քանի հատ կամպոտ անեմ, հետո խմելու համար կամպոտ անեմ խնձորի հետ, հենց կաթսայի մեջ էլ կեռացնեմ, սոկը կբռնեմ, մրգերը կլցնեմ, կթողնեմ կմնա։ Էսի խնձորը, ծիրանը, դեռ շպանգայել ունեմ ժողովուրդ ջան, վիշնի էլ ունեմ։ Դե շպանգան ու վիշնին, շպանգան պատվաստ արածն է ժողովուրդ ջան, վիշնին հենց իսկականն է, էլ իսկական ու ինքը շատ մանր։ Հիմա պետք է անցնեմ, հիմա ժողովուրդ ջան, սենց ցույց տամ, ոչինչ։ Դուք իմ լավ հետևորդներն եք, ինչ եմ արել ժողովուրդ ջան, ուրեմն սենց խոհանոցս եմ մաքրում, ինչքան էլ որ մաքուր ենք պահում ժողովուրդ, էլի թափվում է, որովհետև դե բնական է, գործ ենք անում, գալիս ենք մի հատ կոֆե ենք պատրաստում, մի հատ թեյ ենք պատրաստում, ամանա չամանա հավաքվում է, չնայած որ անկյունները շատ մաքուր է ժողովուրդ ջան, այն որ ասում է կարևորը անկյուններն ասելով դարակների մեջ նկատի ունեմ շատ մաքուր է, սառնարանի մեջն է շատ մաքուր, չգիտեմ, այսենց էլի, դե խոհանոց է, բնական է, որ պետք է, եթե գործ ես անում, եթե շարժ կա, պետք է այսպես թափրտված երևա, բայց սա թափրտվածություն չի ժողովուրդ ջան, այստեղ ամաններն լվացել եմ դեռ կիսատ է, նայեք, այնտեղ է նորից դույլի մեջ ծիրան ունեմ, հիմա պետք է դա էլ տիրապետեմ, արգելի հետևորդներ ջան, այն
կաց ժառովնիկը թավան կները, կաց ժառովնիկ թավը խառնեց իրան, այն թավան պետքա տանեմ, դնեմ իրա տեղը, ու այստեղ էլ մի հատ մաքրեմ, մի հատ է կսեմ, հատակը, այս ծաղիկի բուկետն ավարդը ժողովուրդ ջան, տեսեք իչքան երկարա մնացել, էսի մամայիս ծննդյան օրը տղաս էր 2 հատ վերցրել, մի հատ այսպես գեղեցիկ բուկետ մամայիս, մի հատ էլ Էլենիս աննվիր է, թարը որ նվագել է, երեխես իր հաղթանակի համար, իր առաջի տեղը զբաղեցնելու համար, իր ապերն առե, այս երկու ծաղիկներն էլ դրել եմ հենց լուսամուտի դեմը, լույս սիրող ծաղիկներ են, ժողովուրդ, էսի լրիվ նորություն ծաղիկ կա դրել եմ բանկայի մեջ, դեքորից գիննա տվես, շատ սիրուն ծաղիկը, անունը չգիտեմ ժողովուրդ ջան, ինքը վաբշե դրսի ծաղիկա, ուղղակի սկզբից տանը աճացնում եմ, սա կմնա մյուս տարի, արդեն հաջորդ տարի ես կդնեմ արդեն դրսում հողի մեջ։ Այս ծաղիկն էլ հյուրասենյակում էր, բերել եմ դրել եմ այստեղ, էսի շատ լավ թարմացել է ժողովուրդ, կիտայսկի ռոզանա, բայց չի ծաղկում, բայց ինքը ընդհանուր շատ մաքուր է, տերևները շատ մաքուր է, լվիչ ոչ մի բան չկա վրա, շատ մաքուր է, տեսեք, սենց վերևից նկարեմ, ու աճն է շատ լավ է, բայց դա արդեն ասեցի չէ, 3 տարի կլինի, որ էսի չի ծաղկում։ Դե սա արև սիրող ծաղիկ է, բայց այս խոհանոցում արև չի ընկնում ժողովուրդ, այստեղ միշտ հով է լինում։ Արևը ընկնում է հյուրասենյակում մեր, որ մենք այնտեղ նստում ենք, ուղղակի չգիտեմ, այնտեղից բերել եմ այստեղ։ Դե հիմա կծաղկի, չի ծաղկի, կարևորը որ ինքը թարմ է, աճն էլ տեղն է։ Այսպես։ Այս էլ խոհանոցս։ Կամպոտի համար էլ ջուր եմ դրել, թողնեմ, թող եռա, մինչև մրգերը լվանան։ Там տեսել եմ, էսի լավն է։ Այսենց կտրենք։ Խմես կամպոտ։ Խնձորն էլ այսպես անենք, ուրեմ ժողովուրդ ջան։ Դե խնձորն էլ արդեն վերջանումը հաշված ենք, թողեց արի վրա ուտելու։ Ոնց որ շլորը լինենքան մանդրը։ Ժողովուրդ, այդքան էլ հասած չի ծիրանը, որ ասեմ շատ հասածա չէ։
Ուրեմն մրգերներ կլցնենք մեջը ու թողնենք կիերա ժողովուրդ։ Կիերա մի քիչ հետո կանջատենք սառի բնական սոկ։ Քաղցրությունը փորձեմ ժողովուրդ։ Այո, մի քիչ էլ ավելացած շատ նորավազ չեմ ուզում շատ քաղցր ստացվի, քաղցր կամպոտներ չեմ սիրում։ Կասեմ վեր ջուր եմ դրել տանդուրը մի թեթև խաշեմ։ Այս էլ բնական չիրն է ծիրանի, ուրեմն ասեմ, ծիրանը շատ հասած չի, դե բնական չիրը պատրաստելու համար նախ առաջինը պետք է ծիրանը լավ հասած ծիրանը լինի ժողովուրդ։ Ուղղակի էսի որ քաղել ենք մնացել է ափսոսա։ Ջոգել եմ ամենա հասածները, այսպես բաժանում եմ 4 մասի, չեմ լվանում, հենց սենց փռելու եմ հեսա սինիներով դուրսը, չորանալուց հետո կլվանամ, արդեն կտեղավորեմ սարցարաններով, միշտ այդ տարբերակով եմ արել։ Այսի արագան եմ, դանդուրի ջուրը արդեն հիեռում է, գնամ դանդուրն էլ լցնեմ։ Այսի լավ ուտելու ծիրան այլեն ջան, իս ինչ հասած է հալանա, բայց չի ուզում իմ աղջիկը, չգիտեմ ինչի չի ուզում։ Հիմա սրանք հեսա հատիկ-հատիկ կշարեմ արդեն սինիների մեջ, հիմա ձեռքերս լվանամ, դանդուրը լցնեմ կաթսայի մեջ, ժողովուրդ, հետո նոր կշարեմ։ Այս էլ կամպոտն արդեն պատրաստ է, անջատել եմ ժողովուրդ։ Արդեն եթել է մեջը ծիրանը։ Այսինքն հատիկ-հատիկ, հիմա պետք է դասավորեմ։ Ուզում եմ մի քիչ էլ սիրոպով չպատրաստեմ, բայց պետք է պատրաստեմ մի քիչ խաղ ծիրանով, մեծ ծիրանով, ինչքան մեծ լինի, շալախ ծիրանով, այնքան
ավելի սիրում, ճիր կստացվի։ Ուզում եմ ժողովուրդ, ուզում եմ էլ անեմ, ուղղակի պետք է ժամանակիս մեջ կարողանամ տեսնեմ հələ ոնց կլինի։ Առավոտյան արթնանում եմ, արդեն ամեն ինչ պլանավորված, թե արթնանում եմ ոնց անեմ։ Պատահում է, որ այդ պլանավորված ոչ մի բան էլ չի լինում, լրիվ ուրիշ բան է ստացվում։ Դե բոլորի հետ էլ պատահում է, մենակ ես չեմ։ Պատահում է, որ չնախատեսված գործեր էլ մի օրվա մեջ էլ հասցնում եմ, անում եմ։ Այսինքն հիմա նորից ունեմ ծիրան։ Այդ ծիրանն է շուշ արագի մեջ կարողանամ։ Էլենս էլ մի քիչ ոնց որ հիվանդացել է ժողովուրդ։ Կոկորտն է ցավում, ոնց որ ուզում է գրիպ մոտը սկսվի։ Մեջ տրամադրություն չունի, հավես չունի։ Իսկ էս ժողովուրդ ջան։ Որը որ մեծ է, 3 մասի եմ անում, որը որ տեսնում եմ, որ փոքր է, 2 մասի եմ անում, այսպես։ Ոտնաս ծիրանը, ամենահամուր ծիրանն է։ Ուրեմն ասեմ, ժողովուրդ, ես աղ չլցրեցի ջրի մեջ, աղցան պատրաստելուց աղ կօգտագործեմ, դե սա արդեն պատրաստ է, հիմա ջուրը կքամեմ, որովհետև շատ մատղաշ դանդոր է։ Ինչ եմ անում, կանաչին էլ կտրեմ, լցնեմ սենց մեծ ամանի մեջ, հետո ընդհանուր արդեն նոր կլցնեմ տոպրակների մեջ։ Մեծ լավ քանվել է, միայն ջրային մաս չի։ Չկանեմ կտրել, կտրից դուրս։ Ինչ ես եկել։ Վերջացրեցի։
կտրելուց հետո կլցնեմ առանձին տոպրակների մեջ, տեղափոխեմ արդեն սառցարը։ Հոտը այն ինչ անուշագալի հարգելիներս, ուրեմ ասեմ, այս տնական կանանչի, սենց ասեմ, տնական թարմ կանանչի, անգամ սկի սիլիտա չենք տվել, մաքուր, ամբողջ ես համեմի հոտը խոհանոցով մեկ պատել է, էլենս դրսից մտելաներս ասում եմ, մամա, ես ինչ անուշ հոտ է գալի։ Դե պատկերացրեք, որ ճաշերի մեջ ժողովուրդ սպասի մեջ ինչ համ ու հոտ կտա։ Տեսեք ինչ լավ կտրել եմ, մանր, ու կարևորը, որ ինքը շատ չոր է ժողովուրդ։ Լավ չոր ասելով, լավ ջրաքամ է եղել, ջրային մաս չկա։ Սա է տեղափոխեմ սառցարան, ուրեմ ասեմ, եմ լավ հետևորդներին, հիմա կհայտնվեն այդպես ասած մի քանի ճոճաներ, մեծամիտ ճոճաներ, կասեն, բայ, ասա կանանչին ինչ արժի, այդքան էլ թանկ հաճույք չի, էլած ինչա, որ չեք առնում օգտագործեք, դնում եք սառցարանը, որովհետև պատահել է, հենց այդպիսի մարդիկ ինձ, ժողովուրդ ջան, ու խոսքս ուղղում եմ հենց այդ ճոճաներին, ուրեմ ասեմ, այնպես չի, որ չենք կարողանում առնենք, այն էլ կանանչի ժողովուրդ ջան, առնում ենք ամեն սեզոնին կանանչին, թարմ կանանչին միշտ առնում ենք, նամանավանդ մենք, որ միշտ Արարատում ենք լինում, ընտեղից էլ ամեն անգամ միշտ գնումներով ենք տուն գալի, գնումներով, բանջարեղենի մասին խոսք չկա, որ ասում են բանջարեղեն, կանանչին էլ մեջն է մտնում, միշտ ունեմ եմ, այս պահին էլ նաև ունեմ թարմ կանանչի, խառը կանանչի էլի սառնարանում, ուղղակի սիրում եմ, ճոճաներ ջան, ասեմ, սիրում եմ, որ ես ունենում եմ իմ սառցարանում այսպիսի բաներ, կապ չունի, սա հիմա իմ այգունն է, իմ մշակած կանանչին է, բայց նշանակություն չունի, ես առնում եմ նորից խանութից, շուկայից կանանչի եմ առնում, կամ չորացնում եմ, կամ էլ այսպես պահում եմ սառցարանում, սիրում եմ, որ ամեն ինչ ունենում եմ, ամեն ինչ, որը լինի թաց վիճակում, որը լինի չորացրած վիճակում, այնպես որ հարգելիներս, խոսքս նորից եմ ուղում ու խոսքս ասում եմ այն մարդկանց, ովքեր սիրում են մարդկանց քննադատեն,
Եվ իրենք լավ ձևանան, իբրև իրանք իդեալական են, իրանք, չգիտեմ, յուրահատուկ են, իրանք այսպիսի բաներ չեն օգտագործում, իրանք գնում են մենակ շուկայից առնում են թարմ վիճակով են օգտագործում, չէ, ուրեմն ասեմ, հարգելիներս, ես սիրում եմ, որ այսպիսի բաներ եմ ունենում, իմ տանը, նորից եմ ասում, ամեն տեսակի, կլինի, թաց կլինի, չոր կլինի, չգիտեմ, ամեն ինչ ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, քիչ քննադատեք մարդկանց, քիչ դատեք մարդկանց։ Այսպես, դնում եմ այստեղ, ու ասեմ, այս ցելոֆանի մեջ ամբողջությամբ նորից կանաչիա, էլի իմ այգու կանաչին է այսպես կտրատած և սիրուն տոպրակներով դրած։ Տեսեք իչքան քիչ ստացվեց դանդուրը, բայց ոչինչ։ Այսպես հիմնական է։ Սա էլ անեմ վերջացնեմ, մի հատ է խոհանոցս մաքրազարդեմ, ժողովուրդ ջան։ Ձետ մտցնենք մի քիչ քացախ, խնձորի քացախ և քերիչով մի փոքր սխտոր քերենք շատ պետք էլ չի տանենք սխտորը տարածվի դե սա պետք է թողենք մի 10 րոպե 15 րոպե հետո նոր համ տեսենք ափսոս որ քիչ ստացվեց բայց ոչինչ Էլենչոս կուտի, չի մաղջիկ, կարաս մածունով ուտես, կարաս հենց առանց մածունի ուտես։ Ասենք անմահական է, անմահական կերակուր։ Սա էլ այսպես։ Երկար ժամանակ անց է, որ կամպոտը պատրաստել եմ, արդեն սարել է։ Հիմա այս բոլորը պետք է լցնեմ բանկայի մեջ և տեղափոխել սառնարան, որպեսզի արդեն սառը վիճակում խմենք։ Հիմա այս մի բաժակը էլենչոս համտեսի, բայց այսպես։ Չորացած ծաղիկները պիտի պոկեմ, որովհետև մեջը դեռ նորից կոկոմներ կա։ Ծաղիկ էլ կա չորացած, տերև էլ կա։ Ասի պետք է մաքրեմ։ Այս մի մանուշակն էլ հեսա արդեն սկսել է լավաճելը։ Այս գեղեցկուհուս հլը տեսեք, հլը այս պուպուշ գեղեցկուհուս տեսեք, ինչ լավն է։ Այս մեկն էլ ուրեմ ասեմ հարգելի հետևորդներ ջան, տեսեք շաքես ինչ արե, հլը տեսեք շաքես ինչ արե, տերևները տեսեք այս
Պուպուշի տերևները պոկել է իմ աղջիկը, բայց վրան շատ էլի կոկոմներ կա, չեմ ուզում հաշվեմ, շատ է։ Եվ ուզում եմ այսքանով էլ ավարտեմ։ Ձեզ, իմ լավ հետևորդներին, ուզում եմ ասեմ աշխարհի ամենալավ բաները ձեզ, հարգելիներս, եւ ձեր ընտանիքներին Աստված պահապան։ Եվ ցտեսություն բոլորիդ։